Խնդրեմ հաջորդ հարցը Ազատություն։ Ազատություն ռադիոկայան Ռուզաննա Ստեփանյան, Պարոն Քոչարյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ այդ ճանապարհը միջանցքը վերահսկվելու է Միացյալ Նահանգների կողմից, ինչու՞ն է այդ համոզմունքը, որտեղ Հայաստանի իշխանությունն ասում է, որ վերահսկողությունը մնում է Հայաստանի Հանրապետությանը եւ այդ նպատակով էլ այդ ստորագրված փաստաթղթերում ամրագրվել է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության եւ մնացած բոլոր սկզբունքները, լինելու է հայ-ամերիկյան կոնսորցիում, որը կառավարելու է ճանապարհը, իսկ իրավազորությունը եւ այդ վերահսկողությունը ճանապարհի նկատմամբ ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության սահմաններում է լինելու։ Եվ ես ճիշտ հասկացա, որ դուք մտավախություն ունեք, որ Բաքուն ի վերջո իր մասով ճանապարհների ապաշրջափակում չի անելու եւ նպատակը, որ Հայաստանը կարող է Նախճեվանով գնալ Իրան, դա իրականություն չի դառնալու, բայց այս մասով էլ այսպիսի մի շեշտադրում կա իշխանությունների կողմից, որ ամրագրվել է փոխադարձ առավելություններով հաղորդակցություն ստանալու Հայաստանի իրավունքը։ Խնդրեմ այս երկու մասով պարզաբանեք ձեր դիտարկումները եւ ընտրականով երևի ավելի ուշ։ Հասկացա, ես նոր անգլիական այդ ասացվածքը մեր բերեցի։ Կրկնեմ, թե չէ։ Դուք շարունակում եք հավատալ այն ամեն ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Մենք ունենք 1000-ից ավելի գրանցված ստեր։ Ես մի անգամ օգտագործել եմ մի տերմին օգտագործեցի, որ ստախոսության բիոսարք է։ Ո՞չ ստում է։ Չի լինելու։ Եթե նայեք, հենց այդ ստորագրած փաստաթղթով տարբերվում է, առանձնացվում է այդ ճանապարհը։ Սա ինչ որ բան մեզ հուշում է, թե չի հուշում։ Սա հուշում է հետևյալը, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից։ Հակառակ դեպքում ուղղակի անիմաստ է, աբսուրդ է առանձին նշել, որ այդ ճանապարհը երկարատև պայմանագրով փոխանցվելու է այն ընկերությանը, որը կառավարումը իրականացնի այդ ճանապարհը, եւս չեմ կասկածում։ Եվ չեմ կասկածում, որ Հայաստանը որևէ ազդեցություն այդ ընկերության վրա չի լինելու, որովհետեւ այդ եթե դա լինի կամ վարձակալություն, կամ կոնցեսիա, այնպիսի պայմանագրային, այսպես կետեր է լինելու, որը Հայաստանի Հանրապետության ազդեցության, այսպես շրջանակը շեշտակի նեղացնելու է, զորացնելու։ Սա մեկ հանգամանք։ Եվ երկրորդը, դուք մտածում եք, թե այդ ճանապարհի վրա, որի հետևում կանգնած է լինելու Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է լինելու ինչ-որ բան թելադրել, իրոք, այդքան միամիտ ենք մենք, չի լինելու։ Ես որպես 10 տարի նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդ, ես այդ փաստաթուղթը կարդալով տեսնում եմ այս ամենը։ Եվ ոչ թե դա ասենց խորը թաքցրած է տողերի մեջ, սա ակնհայտ ուղղակի զռռում է։ Շատ պարզ ասեմ, Ռուզան, զռռում է, սենց է լինելու։ Նայեք, ես հատուկ այս քարտեզի վրա ցույց տվեցի, որ մյուս ճանապարհները առանձնապես հետաքրքիր չեն։ Իսկապես հետաքրքիր չեն, որովհետև սա մնալու է միայն Հայաստանի օգտագործման համար։ Հայաստան ներսում կամ Հայաստան օրինակ Վրաստան, որը օգտագործվում է, Հայաստան Թուրքիան միգուցե կբացվի։ Այդ պրոյեկտի շահառուն մենք չենք լինելու, եթե միջև երաս գիծը չգա, եթե երկաթուղային ճանապարհը ջուրֆայով, նայեք իրանական այսպես ջուրֆայով չմտնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մենք շահառու չենք լինելու։ Հիմա խոսքը գնում է այս պրոյեկտի մասին, չէ՞։ Ես պնդում եմ, որ այս պրոյեկտից Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի շահելու, եթե այդ երկու գործոնը, որոնք ես նշեցի իմ ներածական խոսքում, չաշխատեն։ Սա ակնհայտ է։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ սա կասկածներ է առաջ։ Եվ անմիջապես հենց կասկածներ է առաջացնում, հիշում եմ անգլիական այդ ասացվածքը։
Բան մնաց մեր հարցում, թե Ներքինի բլոկով է, այդ հետո հա, ներքինը հետո։ ձախ հատվածից 3-րդ շարք Սպուտնիկ Արմենիա։ Չէ, այդ արտաքին քաղաքականով հարց ունի։ Հայելի։ Մեր առաջարկը հետևյալն է, ուղղակի մի թեման փակեք, որ չթռնենք, գիտեք, արտաքին քաղաքական եւ այլ։ Մարիամ Հակոբյան, Հայելի կետեմ։ Պարոն նախագահ, Զանգեզուր Միջանցքի վերաբերյալ մեզ միջև անգամ զգուշացնում է էկոնոմիստ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը նշելով, որ դա ինչ աղետի է հանգեցնելու հայ ժողովրդի համար, վերելով Գազայի